որ սրճեփը վերցնեմ, իհարկե սա որովհետև խոսում եմ ու կողս էլ թափվում է։ Սիրելի հետևորդներ, բարևներ, բարի լույս, թող օրը բացվի բոլորիս համար, բարի, բոլորիս գործերին էլ հաջողություն, ինչ գործեր, ինչեր որ ձեռնարկել են, թող Աստված ի կատարածի, Աստծո շնորհիվ, ինչու եմ ասում այդպես, այսօր ինձ համար, առասարակ մեր ընտանիքի համար, կարևոր նոր է, այսօր Աշոտս քննության է, գնացել է, որ ընդունելության քննությունը հանձնի, այսօր ֆիզիկա է հանձնելու, չգիտեմ, իմ սիրտը այնքան խաղաղ է, հանգիստ է, որ հուսով եմ, որ քննությունը լավ կհանձնի, 24-ին էլ կենսաբանության քննության է, Երևանի դպրոցներում է հանձնում, մերիս հետ կգնան, Աստված Աշոտիս հետ, թող գրի, ընդունվի, ինքն էլ սովորի, իր տեղը գտնի այս կյանքում, ուսումը շատ լավ բան է, ուսումը իրոք շատ լավ բան է, այսօր իմ աղոթքներում, իմ մտքերում միայն դա կլինի, որ Աշոտը իր քննությունը լավ հանձնի, եթե հանկարծ Աստվածչանի չկարողացավ ընդունվել, կպարապի հունվարին էլ նորից միասնական քննություններ կան, նորից կփորձի, կրկին կփորձի ու կստացվի, այս ձայնից արդեն կողմնորոշվում ենք և վերջ։ Հիմա շատերիդ երեխաներն էլ երևի քննության կլինեն, իմ բոլորին էլ մաղթում եմ հաջողություններ, ովքեր այսօր քննության են, թող գրեն, թեկուզ ցածր բալեր հավաքեն, բայց դե գրեն, կանցնեն, ինձ թվում է։ Ժամը 9-ին պետք է արդեն այնտեղ լինեն, սկսվելու է, դրա համար Աշոտը երեկ գնաց Արտաշատ, որ մերիս հետ գնան առավոտ շուտ, թե չէ վայքից չեր հասցնի, որ գնար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, ինձ օրհնանքներ, լավ խոսքեր գրելու համար, այո, ես որ եկեղեցին էլ, որ վանքն էլ մտա, թեկուզ բարձրաձայն, թեկուզ մտքիս մեջ ձեր համար հատուկ մոմ վառեցի, որ բոլորիդ էլ հաջողություն լինի, առողջություն լինի, բոլորիդ գործերը լավ ընթանա, չգիտեմ, մի կյանք ենք ապրում, թող ուրախ ապրենք, անհոգ որ ասեմ, սուտ կլինի, բայց հոգսերը այնպիսի լինեն, որ լուծելի լինի, կամ առողջական խնդիրներն էլ բուժելի լինի, մի խոսքով ես ցանկանում եմ ձեզ ամենալավը, դուք էլ գիտեմ ձեր գրածներից, ոգևորվում եք, ուրախանում եք, ինձ բարին եք մաղթում, ելի հետևորդներ, ձեզ բարի օր, ձեր գործերին հաջողություն, Աստված ջան, Աշոտիս հաջողություն տուր, թող քննությունը լավ հանձնի, ուրախ սրտով վերադառնա վայք, իմ տղան, թող բոլորիս երեխաներն էլ իրենց նպատակներին, երազանքներին հասնեն, չգիտեմ, մենք էլ ծնողներս հարարում ստեղծում ենք մեր երեխաների համար, մի լավ բան ենք սարքում, ասում ենք թող կան ուտեն, կամ ինչ որ մի հագուստ է տեսնում, ասում ենք լավ է առնենք իրեն, պետք է գնահատեն ծնողի արածը, գնահատեն, Աստծուն փառք, ես գոհ եմ Աստծուց, ես ինչ վերաբերմունք, ինչ տվել եմ իմ երեխաներին,
ես փոխադարձը ստանում եմ, գոհ եմ ես Աստծուց։ Թող բոլորիդ երեխաներն էլ գնահատող լինեն, սիրեն ձեզ, փայփայեն ձեզ, ձեր կողքին լինեն եւ ամենալավ բաները տղայի գործերն էլի հաջողություն տեսնենք, որ չանցնի էլ չեմ հուսահատվի, Աստված մեծ է, մի օր կպարապի, մի ամիս հետո կտամ։ Կարևորը, որ փորձում է, կարևորը, որ ձգտում ունի։ Դե լավ, աշխատանքից հետո կհանդիպենք։ Ինչպես տեսնում եք, ես համ հոգնած եմ, համ ուրախ եմ, համ էլ պատրաստ եմ շատ գործեր անելու։ Ասեմ, որ եկել եմ աշխատանքից, տները մաքրել եմ, կիսատ պռատ ու խոհանոցում, ամենաշատ գործը խոհանոցում է լինում, մաքրել եմ, բայց էլի դեռ շատ գործեր ունեմ։ Ինձ գրում են, ինչու ես մենակ խոհանոցում նկարում, դե հո ճաշը չեմ տանելու, հյուրասենյակում կամ ննջասենյակում պատրաստեմ, չիրը հո չեմ տանելու նստեմ ննջարանում շարեմ սինիների մեջ, բոլոր գործերը կապված է խոհանոցի հետ, խոհանոցում ենք էփում, թխում, չիր պատրաստում, ինչու՞ չէ նաև մեկ բաժակ էլ կոֆե խմում։ Հիմա նորից աման-չաման մակ լվացի, ափսեբան տենց լվացել եմ, այս կաթսայի մեջ Լիլիթիս պատվերը կատարեմ, եգիպտացորեն, ինքան լավն են եգիպտացորենները, շատ լավն էր, եղեգնաձորից եմ վերցրել, այսպես կիսեմ, ինքը 100 դրամ էր, շատ լավն է, ու ասեմ, որ հում ժամանակ էլ է համով, կիսեցի ու դնեմ ջրի մեջ, թող էփվի, այս մեկը բայց թողեցի, ասեք ինչու, սա դնում եմ գազօջախին, կրակի վրա էփվի, իսկ մնացածները թող խաշվի, ես կրակի վրա եմ սիրում, Չո նստել, փոստորեն սա նստել է, դնեմ զայրյատկի, բայց երեկ էր վերցել, երևի միացրած ենք թողել, ու այդպես, լավ, ես զայրյադիչնիկը սրահուրը, ուր է զայրյադիչնիկը, Եվ սա դնեմ կրակին թող խորովի, կրակին խորովածը ավելի համով, ես սիրում եմ այս տարբերակով, բա որ հողամասում օջախի վրա էի խորովում, հողամասի այդ կուկուռուզները, թող ճտճտամ, այստեղ տեսնում եք ինչ խաղող, այս խաղողը ես հեսալ լվանամ չենք կերել, որ հատերը, որ վնասված են գցեմ, մաճար եմ սարքելու, ափսոսը, ինչի թափեմ, չեն ուտում, չեն ուտում, կարելի է կրակը դանդաղ անել, որ չվառվի, ես էլ մի հատին կոֆեից խմեմ, Սա դնենք զայրյատկի, թող դա միանա կդնեմ, Այնքան գործեր ունեմ, ուրեմն ինչ եմ բերել, ես կարմիր բիբար եմ առել, պետք է սարքեմ, ինչ ճտճտում է, ինչ թռնում է, վայ,
Ես ինչ էր լինում, այդ համով է լինելու, համով։ Այսպես և սա էլ դնենք թող զարյատկա վերցնի, նստելա, բայց երեկ էի, որ դրեց երևի, որ միացրած թողել են նստելա։ Սենց անեմ։ Այ։ Վա, ինչ տարօրինակ ձեներ է գալիս։ Սա էլ իսկ է իմ ուզած կոֆեն է, դառը։ Կարմիր բիբարը բերեմ, վերը դրել եմ այստեղ։ Ահա, իս ինչ լավ կարմիր բիբար էր, իսկը իմ ուզած չափը, ստանդարտ, են որ իսկական սարքելու է, մսոտ է ինքը ու փոքր, նայեք, մսոտ, բայց փոքր, կարմիր բիբար հեսա, լվանամ, սարքեմ, դնեմ սառնարանը, ինչու չէ, նաև, ահա, լավ էլի, ահա, տեսեք, լվանամ, մաքրեմ, սիրում, սարքեմ, կարմիր բիբար, դնեմ սառնարանը, շատ լավ չափ է, մսոտ, ինքը կարևորը, որ մենակ կաշին չի, շատ լավն է, կոֆես խմեմ, նոր անցնեմ գործի, շատ լավն է, կոֆես խմեմ, անցնեմ գործի, ոյ, այստեղ ինչ է կատարում, ամենահամով բանն է, Լիլիթը սենց չի ուտում, Լիլիթի համար դե խաշած է, բայց սա շատ համով այսպես, այստեղ ափսեն հատուկ սպիտակը դրեցի, որ ձեզ ինչ եմ ուզում ցույց տալ, սա ինչ է սիրելի հետևորդներ, ինչ է սա, առաջին հայացքից բոլորն է կմտածեն, որ սա սալոր է, չէ, որ սա սալոր է, բայց ինչ է, իհարկե սա պոմիդոր է և հետաքրքիր է նայեք այս գույնի, բերել եմ են ծաղկևանքի ճանապարից, մի հատ հողամաս կար, այդտեղից ենք սերմերը վերցրել, հիմա ես սերմերը հանեմ, վայ, լավ էլի, մի պահ դաթա, ես ինչ ճճտալա ճճտում, ահա, ես հիմա սա պետք է բացեմ, սրա սերմերը հանեմ, ես սենց պոմիդոր չէի տեսե, սիրենվի, մուկ, սիրենվի, այսքան էլ համով է, նայեք, վերցնեմ սերմերը, նայեք ստեղ, պատկերացնեիք, որ քաղցր պոմիդորա, քաղցր, սա է Լիլիթի բաժինը, մի քիչ է դիմանամ ռմբակոծություններին կանջատեմ, են որ այստեղ են ասում չէ, լցնենք մաղը, մաղենք, շատ կարևոր են, ամեն մի հատիկն էլ կարևոր է, կցանենք, Ինչ գույն է, ոնց որ բազուկի գույն լինի, ջրի գույնը մի նայեք, ես սենց պոմիդոր առաջին անգամ էի տել, լավ, դրսից լսենք ասեն ռմբակոծություն է այստեղ,
Դեռ գույն է տալի ու գույն։ Կչորանա կգրեմ։ Ինչ պոմիդորը չնայած իր հատերից, գույներից արդեն երևում է։ Լավ, թղթի վրա կտանեմ, կլցնեմ։ Աղլցնենք։ Արագ եփվում է։ Սրանից պետք է բերեմ, խաշեմ դնեմ Սարցախցի, ասեմ, որ աշնանն ավելի էժան է եգիպտացորենը։ Ես խաղողը մի լավ լվանամ։ Ափսոսս գալիս է, որ թափեմ, հա։ Էլի մի 2 լիտր մաճար կլինի։ Օրը խմելու համար էլ պատճառ չի լինի, ինձ թվում է, մաճարը ինքն իրան հենց խմվում է առանց պատճառի։ Եվ ես բիբարները լցնեմ, որ գործեր եմ անում արանք ու ձեռքի հետ էլ էդ այսի եռած Լիլիթը ինձ ասել էր հենց էփվի ինձ կկանչես ես, հա, կանչեմ ու գնամ կոֆես խմեմ։ Եցել եմ Հիմա նստեցի, ասեք տեսնեմ դուք ոնց եք, գրեք տեսնեմ դուք ոնց եք, ասեմը չի լինի, որովհետև չեք կարող ասել, այսինքն կան մարդիկ, որ զանգեն կկարողանան, բայց հիմնականը պետք է ասեմ գրեք տեսնեմ դուք ոնց եք, ինչ եք անում, ահա ես էլ Եմ որ ամեն բանի ափսոսում եմ ու իմ գլխին գործ եմ բացում։ Բա էտա ափսոսալն էլ սա է։ Հո կարևորը ունենում ենք, խմում ենք։ Տարայով էլ օղու հումք ենք դրել թթի, չեմ էլ նոել, բա որ ենի հոսոց ելնի, ոյ, ես կգժվեմ, որ մի քիչ հետը սև խաղող էլ է լինում, նենց հետաքրքիր վարդագույն գինի ու մաճար է ստացվում ու շատ ավելի համեղ, այս խաղողներն է համով են։ Ահա, մաքրեցի և հատերը պատրաստ են, ինձ մնում է, որ ես սրանց տրորեմ, քիչ-քիչ երկու տեղ կիսեմ, այսպես երկու տեղ ու մինչև ինձ խաղողը, բոլոր հատերը պետք է տրորվի, մեկն էլ պիտի ողջ չմնա, որ հյութը լինի, այս խաղողի տեսակն է պինդա, հիմա դե գյուղերում գիտեք, շատ գինիներ, որ պատրաստում են մաքուր ռեզինե սապոգներ հագնում են ու
ոտքերով տրորում են, գնում են մեջը, տրորում են ու տրորում։ Սենց գույնը չի երևում, հենց հասունանում է նոր իրա գույնը ամբողջությամբ տալիս է, ահա, այս սոկն է մեզ հարկավոր, խաղողահյութը դառնում է մաճար, հետո էլ դառնում է պաճառ, որից էլ գինի է լինում, մաճառը քաղցր, կծվծող, տենց, ոնց որ քաղցր գազավորված հյութ լինի, միևնույն ժամանակ հարբեցնող։ Սրանից քիչ կլինի, մի 2 լիտր։ Իմ բնավորությունն է, որ մեր տանը ամեն ինչ լինի, ամեն ինչ, թեկուզ քիչ, բայց ամեն ինչ ու ձգտում եմ հիմնականը իմ պատրաստածները լինի, չեմ սիրում գնամ առնեմ, բերեմ, դնեմ տունը, որ լինի, ես սիրում եմ, որ ես եմ սարքում, դրանից մեծ հաճույք եմ ստանում, մանավանդ, որ հյուրասիրում եմ ու հավանության է արժանանում, էլ ավելի եմ ոգևորվում, ահա, արդեն տրորեցի, լավ, ոչ մի հատ էլ չի մնացել ու տեղափոխում եմ այս վեդրոյի մեջ, որ ինքը հարմարություն կա էլի փակվելու, որ փակվի, երևի մի լիտր, 2 լիտր հազիվ լինի, ահա, և ինչ եմ անում, մի կոֆեի բաժակ պեսոկը, 1 բաժակ գոլ ջրով բացում եմ ու լցնեմ վրան, քիչ եմ լցնում պեսոկը, հատուկ խմորում լինելու նպատակով և ասեմ, որ պարտադիր չի, որ մարդ գյուղում ապրի, այն որ ասում են մաճառ կամ օղի, մտածում են միայն գյուղացիները կարող են սարքել, ջիր ու չամիչն է, մաճառն է, ոչ, ես նույնպես ապրում եմ բարձրահարկ շենքում, կվարտիրայում և տեսնում եք ամեն ինչն էլ սարքում եմ, այնպես որ դուք էլ կարող եք պատրաստել, ունեք խաղող, քիչ է, չեք ուտում, ափսոս է, տրորեք ու մաճառ սարքեք, մի քանի օրից մաճառը լինի, բերեմ պեսոկն էլ լցնեմ, ահա, սա էլ գոլ ջուրը, մի հատ էլ լավ տրորում եմ, ահա, սրանից է պրծա, ես գործից է պրծա ու պետք է դնենք սառը տեղ, արևի տակ չի կարելի դնել, վերջ, հիմա էլ անցա այստեղ, ես բիբարները լվանամ, եթե մեքենայով լինեի, խանութի մոտ գնար մեքենան, ահագին կբերեի, կչորացնեի նաև, իսկական ընտիր չորացնելու բիբարներ, ահա լվացի, տեսեք, ինչ լավն է, ընտիր բիբարներ, իհարկե այսքանը հիմա չեմ սարքի, քիչ եմ սարքում, կտրեմ, մաքրեմ ու անցնեմ գործի։ Երկու կես եմ անում, որ հարմար է ինքը,
վերցնել ուտելու համար։ Նայեք, մեջն էլ ինչ լավն է։ Լավն են, փչացած չկա։ Սիրելի հետևորդներ, պղպեղը կտրատեցի, կանանչիներից այստեղ քյարավուզ է, պետրուշկա է, մի երկու կտոր էլ քյարավուզ կլցնեմ, նեխուր ու գնացինք հյութը պատրաստելու։ Այստեղ էլի իմ հողամասի սև պղպեղն է, սխտոր և էսենցիա։ Տեսնում եք, ես արդեն ջուրը լցրել եմ, այս ջրի մեջ լցնում եմ ջրի մեջ լցնում եմ 1 գթալ էսենցիա, սա իմ չափն է, գիտեմ հեսա հարցնելու եք բաղադրատոմսեր բան, 1 գթալ շաքարավազ, աղ, բաղադրատոմսը չգիտեմ, աչքա չափով է, տենց հատուկ գրամներով բան չեմ կարող ասել, բուսայող, դափնու տերև, հատիկավոր պղպեղից, նեխուրի ճյուղեր, քյարավուզ նույն ինքը, բայց ես սիրում եմ պետրուշկայով, չգիտեմ, պետրուշկայով ավելի համը յուրահատուկ է լինում, հիմա թող սա եռա, համը պետք է որոշեմ, եթե թթու է, շաքարավազ եմ լցնելու, արդեն եռած հյութը և ես պղպեղները կգցեմ, մի անգամից ամբողջը չեմ գցում, որտև շատ է, քիչ-քիչ կտապակեմ ու կհանեմ, մի քանի րոպե թող տապակվի, ուրիշ գործ եմ անում, այստեղ ինձ սպասվում է ցելոֆանների մի կույտ և ուզում եմ տենց կոկիկ գեղեցիկ դասավորել, հիմա մի բան եմ մտածել, մի տարբերակ և այնքան հետաքրքիր է, որ ինչ է ինձ օգնության գալու, ես այսպես, որ դնեմ շատ տեղ չգրավեն ցելոֆանները, որտեղ պետք եկավ ինձ շարիկ սարքելու տարբերակը տանը ցելոֆանները գեղեցիկ կծալեմ ու այսպես, որ չքանդվեն, այդ մեկ, բա ինչ անեմ, քանդվում են, ես էլ ջղայն անում եմ, տեսեք ինչքան հեշտ է, այսպես բերում ենք իրար վրա, կարող ենք ավելի փոքր սարքել, այսպես, մի եռանկյունի ու գեղեցիկ իրա մեջ, սա էլ պահելու ձև, որ չքանդվի, սիրում եմ, որ կոկիկ լինի, նայեք ինչքան հեշտ է, սենց երկարացնում եք, ձեզ է սովորացնեմ, երկարացնում եք, եռանկյունի եք սարքում, այսպես բերում եք, հետո այս մի շերտը բերում եք, շրջում եք այս կողքով, ավելորդ կողերը և այս
եռանկյունի գրպանի մեջ մտցնում։ Ահա։ Օթերն էլ հանում եք եւ վերջ, պետք է ամբողջը անեմ սիրուն լինի, որ այս կույտը վերանա։ Սա եղավ, շատ պետք չի որ էփվի, տեղափոխեմ այս կաթսայի մեջ։ Հաջորդը կտապակեմ փոքր էր, բայց այդ հյութի միջի աղիություն չի տալի եւ ես մի հատ լավ աղ եմ անում այստեղ, մինչև դա կանելը ես նորից մի քանի պղպեղ գցեմ, թող տապակվի, պետրուշկա անպայման, ինձ նեխուրի համը դուրս չի գալի։ Ճզմած շատ է հոտը գալիս, ավելավա փոքր կտորներ։ Այն չանեմ, բացում եմ դարակը ներվերս այդտեղ խառնվում է իրար։ Որ չքանդվի։ Եթե դուք էլ ունեք նման խնդիր, խնդրեմ, օգտվեք Նազոյի գյուտից, այս տարբերակից։ Վերջում եք դասավորը մի հատ տուփի մեջ, պետք են գալի ցելոֆանները։ Տապակվել է, քանի որ այս կաթսան փոքր է խառնելու համար, ես ինչ եմ անում, անջատում եմ սա եւ սա լցնում եմ այստեղ։ Մի հատ լավ կխառնեմ։ Ինչ ախորժելի տեսք ունի, վայրքան համեղը։ Վերջ։ Եվ այդ ընթացքում էլ ես այդ ամբողջ ցելոֆանները այսպես սարքեցի, քիփլիկ սիրուն ու սիրուն լցնեմ ու փակեմ։ Արդեն ինչ որ ցելոֆան այսպես էլ փակում ենք, վերջ, որ չգա։ Սիրելի հետևորդներ, ահա ես իմ խոհանոցի գործը վերջացրեցի, ամաները լվացի, պղպեղ ամեն ինչը տեղը տեղին մաքրեցի ու դասավորեցի։ Ինձ ինչ է մնում, սիրելի հետևորդներ, այս հնդկական յուղը տանեմ սենյակս ու իմ մազերի խնամքով զբաղվեմ։ Այսքանի օրը ինձ անտեսել է։ Մի խոսքով դուք էլ օգտվեք այս հնդկական յուղերից, բրահմա եւ ամլա։ Ինչքան եմ առել, 1000 դրամ այս փոքրը։ Շատ լավ յուղ է, ամիսներով օգտագործում եմ։ Դե ինչ, լավ եղեք, բարի գիշեր բոլորիդ, ես սիրում եմ իմ հետևորդներին և ցանկանում եմ, որ բոլորդ էլ լինեք առողջ ու գեղեցիկ։